չեք վերաբերվում, իսկ հայ-ամերիկյան էս ընդհանուր գործընկերությանը, նոր հարաբերությունների ձևավորմանը։ Հիմա առանց այդ քարոզչական թեզերի ինձ կարող եք բացատրել այդ գործընկերությունը չի հետա կապված։ Դե հիմա մի քանի ամսից հետո հնարավոր է մենք տեսնենք մեր տնտեսությունը կզարգանա թրիփի ծրագրի հետ կապված Թրիփի ծրագիրը առավելագույնը մոտորապես $100 միլիոն ներդրում է, հա, սա առաջին, հա։ Երկրորդը ներքին համոզմունք ունեն, որ այդ ճանապարհը երբևիցե չի կառուցվելու, դա երկրորդ, անկախ Ադրբեջանի ցանկությունից։ Ասենք որ լավ 100 միլիոնի չափ թրիփը։ Ուրիշ Արհեստական բանականության կենտրոն կդառնա Հայաստանը։ Երբ։ Դե Նիկոլ Փաշինյան դրանից հետո արդեն ազգային ժողովում ասում էր, որ մենք մեր ծրագրերը արդեն պետք է ներկայացնենք քննարկման։ Գուցե սպասում են ընտրությունների ավարտից հետո։ Այ Մարի ջան, 7 տարի է լսում ենք։ Հիշում եք Եվրոպան, երբ որ հոկտեմբերի 2-ը ենք ստորագրում Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, ճիշտ եմ հիշում Եվրոպան մեզ $3 միլիարդ դոլար էր տալիս։ Տվեց։ Իսկ ինչու չտվեց։ Իսենց ասեմ։ Եթե իրոք խոստացած լիներ կտար։ Դուք նկատի ունեք, որ մեզ անլուրջ են վերաբերվում եւ որպես պետություն մեզ Այսքան օրինակ նայեք, հիմա նոր թեզ են մտցրել, որ այն սխալ թարգմանությունը, որ իբր թե $9 միլիարդ մոդուլային ատոմակայաններ, դες թմկահարում են, ընդ որում ուզում են նաեւ մեծամորի ատոմակայանը փակեն։ Դեք տարօրինակը որն է, որ գերակի է զարգացած մարդիկ, որ լավ մեր Բակալենիայի ժողովուրդը սովետական միություն անցած է։ Ասենք մարդուն հարցը ստել ասում ես, որ դες թմկահարում ես էլի։ Լավ, գոնե մի ալարեք Համացանցում գրեք մոդուլային ատոմակայաններ, բայց հասկացեք, вообще դա Իրանից ինչա ներկայացնում։ Ուրեմն ամբողջ աշխարհում կա գործող բեք մոդուլային ատոմակայան։ Հյուսային Սառուցյալ օվկիանոսում Ռուսնենն է, ընդ որում ռուսական արտադրություն։ Կա երկու հատ նախագիծ, որ կյանքի կոչվի մոտ 10 տարի հետո մեկ իրականացնում է, թե չեմ սխալվում, Չինաստանը, մյուսը էլի ասիական։ Ասում են Թայվանում էլ կա։ Մեկը Չինաստանն է, կարող հենց այդ Թայվան Չինաստանն են ասում, բայց նա էլ դեռ պատրաստ չի, մոտ 10 տարի հետո կլինի։ Հա, մեկ էլ Միացյալ Նահանգները սկսել են նոր փորձարկումները։ Այսինքն մոտավորապես մի 10-15 տարի հետո կարող է այդ մոդուլային ատոմակայանները լինել կամ չլինի։ Այսօր մենք խոսում ենք $9 միլիարդ ատոմակայան գնելու մասին։ Որտեղից, ումից։ Մեզ գումարը չեն նվիրում։ Մեզ գումար չեն նվիրում, մեզ թույլ են տալիս, որ մենք $9 միլիարդ առնենք իրանցից։ Այդ նույնը ոնց որ հիմա ասենք դուք ինձ ի վրա օրինակը չբերեմ, ոնց որ ասենք դուք մեկին թույլ տա գա Նոյան տապանում ելույթ ունենալու ձեզ վճարելով $1000, մարդը գա ձեզ վճարի $1000, այստեղ ելույթ ունենա, հելնի ասի, որ Նոյան տապանը իր մեջ $1000 փողա ներդրել։ Այսինքն սենց ասեմ ձեզ Կա լկտի սուտ, կա վիճակագրական սուտ, կա ժամանակին քաղաքացիական պայմանագրի սուտ, բայց այս վերջի սուտերը արդեն որից է տրամաբանության մեջ չեն տեղ։ Այդ դեպքում ուր է տանում այս գործընկերությունը հայ-ամերիկյան, որին դուք չեք վստահում։ Ոչ մի տեղ։